Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքի եթերում հարցազրույց է, այսօրվա իմ հյուրը Կանադայից է, կառավարման հարցերով մասնագետ, տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Մանուկյանը։ Ողջույն պարոն Մանուկյան, շնորհակալ եմ ձեր այս առաջին հարցազրույցի հրավերս ընդունելու համար եւ Ես եմ շնորհակալ Ռուբեն հրավերքի համար հանգստանալով ողջունում եմ եւ մաղթում եմ բարի երթ քո անձնական, այսպես ասած, թոք շոուին։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, այսօր օգոստոսի 8-ն է, պարոն Մանուկյան, եւ լրացել է 1 տարին այն պատմական օրվանից, երբ Սպիտակ տանը խաղաղության դեկլարացիան ստորագրվեց։ Նաև Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, որը դեռ ստորագրված չէ։ Եվ ըստ էության, որպես բոնուս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ձեռք բերեց ռազմավարական գործընկերություն զարգացնելու այսպես հնարավորություն եւ ուղի բռնեց եւ այս մի տարվա ընթացքում էլ մենք տեսնում ենք մի քանի հավելյալ քայլեր արեցին, նոր ոլորտներ ներառվեցին այդ գործընկերության մեջ։ Այս ամենը, ինչ մենք արձանագրում ենք, դա անում ենք նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամի, պատմականորեն աննախադեպ ճգնաժամի ֆոնին եւ խոսում ենք հետընտրական ժամանակաշրջանում արդեն, երբ կա նորընտիր խորհրդարան, որն արդեն մեկ շաբաթ է ինչ աշխատում է եւ մենք լսում ենք այդ ճառերը, ելույթները, նաև համարժեքության հարց ենք բարձրացնում։ Ահա այն համայնապատկերը, որ 26 թվականի օգոստոսի 8-ով բացվում է մեր առաջ, ինչպես է ձեզ Կանադայից երևում այս ամենը, համեցեք։ Շնորհակալություն, Սիրելի Ռուբեն։ Այո, 1 տարի անցավ, երևակայելի շատ արագ 1 տարին անցավ այն օրվանից, երբ որ ստորագրվեց օգոստոսի 8-ի պատմական պայմանագիրը։ Ես միշտ այդ պայմանագրին երկու աչքով եմ նայում, մի աչքը որպես երկրի պետության քաղաքական, այսպես ասած, արդյունավետության եւ քաղաքական քայլի տեսակետից, երկրորդ աչքը դա տնտեսականն է։ Այս երկուսը միասին պետք է նայել եւ դժվար է գերագնահատել մեկի առավելությունը մյուսից։ Այս երկուսը միասին տալիս են մի բացարձակ որակ։ Ուրեմն քաղաքականը դա որ արդեն 1 տարի է, ու հեչ պատահական չի, այսօր նաև բացվեց Firebird-ի գործարանը եւ դատաները հեչ պատահական չեն։ Դրանք 1 տարին է եւ այսօր բացվել է, այսօր ինագուրացիան, այսպես առաջին ծիծեռնակի, հա, այսպես ու եթե նայելու լինենք այս երկու կողմերից ինչ ենք մենք տեսնում։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ հաստատված քիչ թե շատ, այսպես ասած, խաղաղ կյանք սահմանի երկու կողմերում էլ հաստատված քիչ թե շատ այսպես ասեմ բավականին էական տարբեր հռետորաբանություն Ադրբեջանի կողմից, իհարկե իր մնացուկները դեռևս կան այդ արևմտյան Ադրբեջանյան, չնայած ուղղակիորեն իրա բերանից շատ հազվադեպ ենք նման ռեֆերանսներ առանձնում։ Առաջ ամեն շաբաթ էր, առաջ ամեն, չմոռանանք մեր կյանքն ինչ էր այս ամեն ինչից առաջ, սպասում էր, որ գարունը հարձակվելու են, աշունը հարձակվելու են, մեր բանակը եւ այլն։ Ռուբեն, մի բան մենք հաշվի չենք առնում, որ սա բերեց այսպես բան, ասենց տրիվիալ փոփոխություն Հայաստանի կյանքում։ Մեզ թվում էր, թե այդպես էլ պետքա լինի, բայց չմոռանանք, որ կարող էր այդպես չլիներ եւ պատկերացրեք ինչ կլիներ հիմա։ Հիմա քաղաքական առումով մենք ունենք էդի, տնտեսական առումով մենք ունենք մի հատ այնպիսի առավելություն, որ նախկին խորհրդային երկրներից ոչ մեկ չունի։ Ասեմ, առաջին ուրեմն այդ Firebird գործարանը նախկին սովետական միության ոչ մի երկրում ինչքանով ինձ է հայտնի չկա։ Եվ սա բերում է մեզ Ղազախստանում կլինի շուտով։ կլինի շուտով, բայց առաջինը Հայաստանում է։ Դա մեզ բերում է մի հատ նոր
այսպես ասես մակարդակի, որից հաջորդ աշճանները քայլելը տնտեսապես արդեն լինելու է շատ էֆեկտիվ, արագ եւ այսպես ասած մասնագիտացված, վարժեցված եւ այլն արդեն գործին գիտակ մյուսը։ Սա Հայաստանին բերելու է մուլտիպլիկատիվ տնտեսական օգուտներ։ Սա առաջինն է, հետևից գալիս են այլ պրոյեկտներ, չթվարկենք, բայց գալիս են նաև այլ պրոյեկտներ եւ այդ պրոյեկտները գալու են այս համալրելու այն մեծ ծնագունդը, որ պատտվում է որպես տնտեսական հզորություն Հայաստանի համար։ Շատ մարդիկ ասում են, որ գիտեք, չգիտեմ, սա իբր թե այս բանի այս TRIP-ի հետ կապված եւ այլն, այո, TRIP-ի հետ կապված իմ ներդրում է եւ այս ներդրումը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսական հզորությունը բազմապատիկ ավել քայլերով առաջ գնալու։ Ինչքան ուզում է հանք փորենք, ինչքան ուզում է, չգիտեմ, ես իմ այնտեղ ռեստորան ու ճաշարան ու ես իմ ինչեր բացենք, չգիտեմ, եկեղեցիների շրջակայքը վերանորոգենք, դրանք չունեն այն տնտեսական էֆեկտը, ինչ ունի արհեստական բանականության այս գերժամանակակից գործարանը։ Տնտեսական առումով սա գերհզորություն է։ Եվ Հայաստանը դառնում է տնտեսական առումով այսպես IT ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված մի տնտեսության սկիզբ, կառուցել մի տնտեսության սկիզբ, որը հետագայում լրիվ ուրիշ բաներ է տալու մեզ, լրիվ ուրիշ բարձունքներ է մեզ տալ։ Թող Ադրբեջանը մնա իր նավթի վրա, թող Ռուսաստանը մնա իր նավթի վրա, չգիտեմ որտեղ, գալու է մի պահ, որ տնտեսական, ես որպես տնտեսագետ, տնտեսական առումով սա բանալի ու game changer բաներ, սկիզբ էր սա։ Ռուսաստանը տարիներ հետո Ռուսաստանը նույն Ադրբեջանը հետ են նայելու, տեսնելու են, թե իրանք ինչքան հետ մնացին Հայաստանից որպես տեխնոլոգիական երկիր։ Իսկ մենք ունենք այդ պոտենցիալը որպես տեխնոլոգիական երկիր։ Եվ այս առումով ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ այս օգոստոսի 8-ը դա մի փայլուն մի հատ ձեռքբերում էր եւ կարելի է շնորհավորել Հայաստանի դիվանագիտությանը, որ հասան այս արդյունքին։ Այլապես պատկերացրեք մեզ ինչ էր լինելու։ Հիմա անցնենք նորից քաղաքական մասին։ Ինչ էր լինելու կռիվ, փոխորտանքներ, էլի զոհեր, տեղային կռիվներ, չգիտեմ ինչեր, բաներ։ Դուք Հայաստանը չուներ այդ ճոխությունը այլևս շարունակելու անընդհատ այդ հոգեմանշ եւ բանալու եւ սա թափանիվ փոխեց։ Սա թափանիվ փոխեց։ Այս առումով ես նույնիսկ ուզում եմ նաև գիտես այսպեսի մի բան անել, որ մենք շուտ ենք մոռանում ինչի մեջ էինք, մենք շուտ ենք մոռանում, մենք շատ շուտ ենք մոռանում, թե ինչի մեջ էինք 2016 թվականին, մենք շատ շուտ ենք մոռանում ինչի մեջ էինք 2013 թվականին եւ այսպես շարունակ 2008 թվականին, շատ շուտ ենք մենք մոռանում եւ մեզ թվում է թե այս ամեն ինչը, բայց այս ամեն ինչը ձեռքա բերվել բազմաթիվ զոհողությունների գնով, բազմաթիվ ջանքերի գնով եւ միշտ աշխատելն է մեզ փրկել։ Մեզ երբեք ոչ մեկի վրա հույս դնելը չի փրկել։ Հիմա պատկերացրեք, եթե ասենք մենք հույս դնենք Ռուսաստանի վրա այս ամեն ինչի արդյունքում։ Դուք նշեցիք ձեր խոսքում Ռուսաստանի այս ներկայիս վիճակը։ Այդտեղ վիճակ ուղղակի չկա, այդտեղ պետություն, բանակ գոյություն, պաշտպանություն գոյություն չունի, այսինքն եթե կոպիտ ասենք դրոնները գալիս են որտեղ ուզում խփում են, դու պետք է ընդունես, որ դու բանակ եւ բան չունես, պաշտպանական համակարգ, որպես այդպեսին չունես։ Տեսեք, պարոն Մանուկյան, այսօր օրը շաբաթ էր, սեզոնն արձակուրդային, բայց բավականին ինտենսիվ հեռախոսազանգեր եղան, ուղերձներ եղան։ Փաշինյանը զանգեց Ալիևին, Թրամփի հետ հեռախոսազրույց տեղի ունեցավ, Մարկո Ռուբիոն ուղերձով հանդես եկավ, ասենց հակիրճ, այդ Firebird-ի դատակենտրոնի բացմանը ներկա էր նաև Ղազախստանի փոխվարչապետը, Ղազախստանը Firebird-ի հետ, այդ հայերի հետ, մեր հայրենակիցների հետ շատ սերտ աշխատում է եւ շատ գրկաբաց ընդունում է եւ վերջնական ինվեստիցիոն փաթեթը Ղազախստանում կրկնակի է Հայաստանից, հա, այստեղ 5 միլիարդ պետք է հասնի, այնտեղ 10, դե մասշտաբներն էլ համապատասխան։ Այո։ Այս ամենը փաստորեն մի նոր էջ է բացում մեր տարածաշրջանի համար եւ տեղավորվում է միջանցքի ռազմավարության տրամաբանության մեջ, որտեղ ըստ էության պահանջված է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, անկախ նրանից տարբեր խոսացող գլուխներ Բաքվից ինչ
կտիրաժավորեն, չգիտեմ, իրենց հզորության մասին ինչ սեփականական ճշոյող արտահայտություններ կանեն, մեծ համար էլ ասենք էլի ինձ իներցիայով նվաստացուցիչ, մենք դա տեսնում ենք, դա շարունակվում է, ըստ էության նա Հաջիևն է ասում, որ Ալիևը հաղթեց պատերազմը, հիմա հաղթում է խաղաղությունը, չգիտեմ, տարածաշրջանում Ադրբեջանը հեգեմոն է, էսը այն է, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Բայց մենք մեր գործով ենք զբաղված եւ շարժվում ենք առաջ։ Հիմա որ նայում ենք էլի գալով մեր ներսին, այս 5-րդ շարասյուն, 6-րդ պալատ, մենք տեսնում ենք իրենց յուղի մեջ են տապակվում, ինչ որ ճառեր թուրք տեսել ես, թե չես տեսել, ինչ որ Անիմաստ բան է, էլի, լոլո։ Երկիրը օրակարգ ունի, ախր դուք էլ ես երկրում եք ապրում, երեխեք ունեք, ոմանքը թոռներ ունեն կամ կունենան, չգիտեմ, լավ ես ինչի մասին է, ինչ դիտարկումներ ունեք ես ամեն հետ։ Նայեք ասեմ, ես չգիտեմ ներսից աչքերով ոնց է երևում, բայց դրսից որ ես ուղղակի չեմ ուզում նկարել որպես դա ասենք մեծախոսություն կամ ասենք ինչ որ որ զուտ սենց ասեմ շատ པարզ մարդկային գնահատական եմ ուզում տամ երբ որ նայում ես ազգային ժողովին եւ կոնկրետի ես ծանոթ եմ ասենք ես Հունաստանում եմ սովորել ես Հունաստանի ուրեմն այնտեղի այդ առատրական, այսպես ասած, դեբատներն եմ տեսել պարլամենտի, ես շատ երկար ժամանակ հետևել եմ բրիտանական պարլամենտին եւ վերջերս արդեն քանի տարի, մոտ 10 ավել տարի համարյա հետևում եմ ամեն մի ուրեմն կանադական պարլամենտի դեբատներին։ Գիտեք, Որը էլի բրիտանական ավանդույթի շարունակ։ այո, բրիտանական ավանդույթներով իր այդ բոլոր ոտքի կանգնելու եւ ամեն ինչ այդ արիստոկրատ վարվելակերպով նաեւ արիստոկրատ վարվելակերպով դա իր ամբողջության մի հատ մի արժեքը, բայց դրանից հետո գալիս ես նայում ես հայկական ցավոք սրտի մեր պարլամենտի ընդդիմադիրների հարցերին եւ ելույթներին նրանց ու դու մտածում ես ասում ես Երանի թե մի կախարդական փայտի կլներ այսպես մի 50 տարի մեզ առաջ գցել մենք ոչ թե 50 տարի ենք այդ կուլտուրայից հետ մնացել մենք մոտ մի 100 տարի հետ ենք մնացել, եթե այս տեմպերով, այսպիսի դեգրադացիայով հետ գնանք, միգուցե ավելի շատ։ Ամբողջ խնդիրը հետևյալումն է, որ պարլամենտը ձևավորվում է երկիրը առաջ տանելու դիբատների միջոցով, չէ՞, բոլորս գիտենք դա։ Հա, ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի ունենում է մի բան, որ գալիս են իջացնում են շատ ամենացածր մակարդակի, դուք թուրք տեսել եք, դուք թուրքի հետ շփվել եք, ձեռով բարևել եք եւ այսպիսի ողորմելի ինչ որ մի մեկնաբանություններ, եւ ստիպված ասենք հակառակ կողմը ինչքան ուզում է իրան ոնց որ ասում վերև բայ մեկը իրան քաշում իջացնում է ներքև մի անգամ 5 անգամ 10 անգամ կարող է դու չասես այդ բայց հարց է տվել պիտի պատասխանես այսինքն կարաս առամանես 10 անգամ սրա միակ խնդիրը մեր արտախորհրդանական ուժերի գրագետ աշխատանքի արդյունքը պետք է լինի որ սրանք չգային չնստեին խորհրդարանում բայց մեր ժողովուրդը մինչև հիմա ես իհարկե համարում եմ, որ որոշ մասին իհարկե նրանք գնել են իրենց ձայները, դա զղջել չես կարող, բայց մի հատ մաս էլ կա, որ եկեք ձայնը չէ տվել իրենց կա, չէ, որ եկեք գնացի իրականքով ձայնը տվել, այդ հավաքած, չգիտեմ, քանի 100,000 ձայնից մի հատը չի կամ երկու հատը չի, որ բան են արել, իրանցով ձայն են տվել։ Այս առումով մեր ժողովրդի մեջ պետք է այդ մենտալիտետը ասենց էականորեն փոխվի։ Ես այս հաղորդումից առաջ մի բան հիշեցի 2018 չէ կներես 21 թիվն էր եկել էի Հայաստան եւ անունը չեմ ուզում տամ մի հատ շատ հայտնի լրագրողի հետ միտեղ նստած զրուցում էի ասեց ո՞րն է ելքը այս ամենից ասում եմ սիրելիս ընկերս լուծումը կրթությունն է մարդուն պարտադրելով Եթե ուզում ես կամքով, եթե չպարտադրելով, շահագրգռելով, չգիտեմ ինչ որ բոնուսներ առաջարկելով, խթաններ առաջարկելով, մարդուն պետքա տանես կրթվելու, որը որ այսօր Հայաստանում արդեն դարել է շատ պահանջված մի բան, չէ՞, առանց կրթության ո՞նց կլներ այդ Firebird-ի գործարանը, առանց այդ կրթության ո՞նց կլներ մյուս այդ արդյունք։ Հիմա նույնն այդ ժողովրդի մեջ է, այդ քվեարկելու եւ իր ճակատագիրը որոշելու կրթության մեջ է ինչքան ուզում է կենցաղը ցածր լինի մարդու բայց նա պետք է իմանա ում է վստահում իր հետակա ճակատագիրը բոլոր շատ երկրներ կան օրինակ դուք երևի ավելի լավ
ասենք օրինակներ կարող եք վերել, երկրներ կան, որ շատ բարձր տնտեսական բան չունեն, ժողովրդի մակարդակը շատ տնտեսական բարձր չի, բայց քվեարկության արդյունքները ինքը էապես տարբերվում է, ասենք այդ ընդունված արատավոր ձևերից։ Հիմա մեր խնդիրը պետքա լինի այդ մասն էլ բարձրացնել եւ այստեղ եւ իշխանությունը եւ արտախորհրդարանական ուժերը պետքա այդ մասը այս 5 տարվա ընթացքում գոնե մի քիչ ավելի առաջացնեն, որ մարդիկ չգնան Սամվել Կարապետյանի նման մեկի հետևից, որ նորմալ հայերեն խոսալ չգիտի, կներեք։ Նորմալ հայերեն խոսալ, նորմալ մտքեր արտահայտել, չգիտեմ, գրագետ դիրք ունենալ, ոչ ինքը, ոչ իր շրջապատի ոչ մեկը։ Ես այդ ամբողջ խորհրդարանում մի հատ նորմալ կրթված գրագետ մեկին չտեսա, որ իրես եւ ունենար բարեկրթությունը, եւ ունենար գրագիտությունը, եւ այսպես ասած իր բանով փայլեր չկար այդ ձևի բան, այսինքն հավաքել են նրանց, ովքեր որ տեղած տակ կա, ովքեր որ կնվիրվեն Սամվել Կարապետյանի ասած հերթական բոլոր խոսքի չասեմ, ասենք բաներին, բայց այդ ինչ ասի, իրանք արդարացնեն ու տես կգնան առաջ։ Այս ամեն ինչը շատ վատ պատկեր է ձևավորելու եւ մենք 5 տարի եւս ստիպված ենք լինելու լսել նույն երգը, նույն երաժշտությունը։ Ցավում եմ շատ, գոհ եմ արդյունքից, ոչ։ Ուրախ եմ, որ իրանց ձեռը չի անցել իշխանությունը, այո, ուրախ եմ։ Չի կարա ուրիշ բան այստեղ ենթադրվի։ Տեսեք, պարոն Մանուկյան, այս անցած 2 տարիների, անցած 1 տարվա ընթացքում նաև ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ընդհանրապես Արևմուտքի հետ Հայաստանը նոր որակի, նոր մակարդակի հարաբերություններ հաստատեց եւ առաջին հերթին ես գոնե կարևորում եմ մեծ յոթնյակի անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունները, մենք համապատասխան փաստաթղթեր ենք ստորագրել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Ֆրանսիայի հետ, Բրիտանիայի հետ եւ Գերմանիայի հետ։ Դե իսկ մեծ յոթնյակի մնացած երկրների հետ լստեյության քաղաքական խոչընդոտ չկա, բայց այստեղ ոնց որ հավելյալ ջանքեր են պահանջում եղած գոնե քաղաքական երկխոսության մակարդակը այսպես տրանսֆորմացնելու արդեն ռազմավարական գործընկերության եւ այդ իմաստով Կանադան որպես մեծ յոթնյակի անդամ երկիր, որը մշտապես բարեհաճ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ եւ նույնիսկ բացառիկ քայլերի է գնացել, այնպես ինչպես ասենք Եվրամիության առաքելության մեջ մասնակցություն ունենալով, որ Կանադան եվրոպական երկիր չի, հա։ Պլյուս դրան մեր տարածաշրջանում էլ Կանադան ունի մեկ դեսպանություն եւ դա Երևանն է։ Իդեպ արդեն նոր դեսպան ենք փոխում 3 տարի է արդեն նոր դեսպան ենք։ Ջուլի Քոլին նշանակվել է նոր դեսպան Կանադայում։ Հիմա մի փոքր կանրադառնամ Ջուլի Հիմա նշանակմանը։ Հայաստանը նաև իր դիվերսիֆիկացման քաղաքականությունն է իրականացնում Ռուսաստանի հետ այս ճգնաժամի պայմաններում, այս տնտեսական սահմանափակումների պայմաններում պարզառուսներն ուզում են շոկեր առաջացնել Հայաստանում, դրանով ազդել ներքին օրակարգի վրա եւ Հայաստանը հավելյալ շուկաներ է փնտրում եւ իմ համոզմամբ խիստ պահանջված կլինի նույն Կանադայի հետ, այնպես ինչպես եւ Միացյալ Նահանգների դրանք հարևան երկրներ են, առնվազն նույն մակարդակի ձևակերպված, փաստաթղթավորված հարաբերություններ հաստատելու համար։ Պլյուս դրան Կանադան հետխորհրդային տարածքում բավականին ակտիվ է, ընդ առաջին հերթին հենց Ուկրաինայի հետ հաշվի առնելով, որ ուկրաինական համայնքը անգլախոս եւ ֆրանսախոս համայնքներից հետո երրորդն է Կանադայում եւ նաև ուկրաինական ծագմամբ բազմաթիվ կանադացիներ բարձր պաշտոններ են զբաղեցրել, չէ՞, Կանադայում։ Եվ հիմա է։ Եվ հիմա էլ, այո, եւ այս ամենը հաշվի առնելով ինչ քայլեր են արված, որ դուք գիտեք եւ ինչ քայլեր պետք է արվեն այդ ամեն ինչը ամրապնդելու եւ ձևակերպելու համար համեցեք։ Շնորհակալություն հարցի համար։ Ես մի քիչ խորքից կամ, երբ որ տեղի ունեցավ համաժողովը, միջազգային համաժողովը Հայաստանում,
եւ բոլորս գիտենք, որ մոտ 50 երկրի ղեկավարներ այցելեցին։ Դրանց մեջ էր նաեւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը այցելել էր Հայաստան, երևի թե նա շատ է իր պաշտոնը ստանձնելուց հետո շատ է այցելել, բայց նախկին խորհրդային միության երկիր առաջին անգամ, եթե չեմ սխալվում, դա Հայաստանն է, որ ինքը այցելել է որևէ ձևաչափով։ Եվ ես գիտեմ, որ շատ հանգամանալից եւ շատ բարձր եւ հուսադրող խոսակցություն է տեղի ունեցել կանադական եւ հայկական կողմի հետ համագործակցության շարունակման առումով, եւ այդ առումով նաեւ սպասելի է նույնը կատարվի, ինչը որ տեղի ունեցել ռազմավարական այդ համաձայնագրի ստորագրումը Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ հերթի, այսպես ասած, այդ բանի մեջ նաեւ Կանադան է ինձ թվում արդեն, որովհետեւ իհարկե շշուկները կան, որոշակի արդեն բաներ տեղի են ունենում, ինչը որ ես եմ զգում, իհարկե դա դեռ շուտ է հայտարարել նման բան, բայց զգում եմ, որ քայլերը տանում են դեպի դրան որպես վերջնական արդյունք։ Եվ այսի առումով Կանադայի դերը շատ կարևոր է այն տեսակետից, որ Կանադան միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ իրեն չեն սպասում եւ ամեն մի քայլ այսպես ձիով քայլ է համարվում։ Նույնը Եվրոպական միության այդ մոնիտորինգի հանձնաժողովի մեջ եւս երկու հոգի ներկայացնել է Կանադան, մեկ թե երկու հոգի չեմ հիշում, սկզբից մեկ էր կարծեմ, հետո դարավ երկու հոգի, հետո այդ դեսպանության բացումը, որը որ միակն է տարածաշրջանում եւ Կանադայի բոլոր ուրեմն գործերը այդ մեր Երևանի դեսպանատան միջոցով են կարգավորում նաև հարևան երկրների հետ։ Դու գիտեք, որ Ռուսաստանում դեսպանությունը այլևս ռեզիդենտ դեսպանություն չի, մյուս երկրների համար, ովքեր իրենց երկրում Կանադայի դեսպանություն չունեն, այդ առումով ինքը շատ, այսպես ասած, հզոր քայլ է համարվել Հայաստանին որպես արևմտյան օգնության տեսակետից, որպես արևմտյան երկրի աջակցության տեսակետից։ Եվ այս ամեն ինչի մեջ, ասենք, գնալ եւ այսպես ասած բան անել, ուրեմն չգնահատել Կանադայի դերը մի քիչ շատ սխալ կլինի, որովհետեւ միշտ մենք նայում ենք կամ Ամերիկա կամ Եվրոպական միություն, հա, իր երկրներով, բայց Կանադան ինքը վերջերս իր քաղաքականությունը արդեն Ամերիկայի հետ հայտնի պատճառներով արդեն դիվերսիֆիկացրել է եւ նա ավելի շատ ձգտում է այսպես alignment հայերեն բառը միականացվել Եվրոպական միության եւ տնտեսական եւ քաղաքական օրակարգերին, որովհետեւ Ամերիկայից առաջի 2-3 տարին գրեթե հույս չկա, որ դա կփոխվի մինչև հիմա այդ տնտեսական տարիֆների պատերազմներն են շատ վատահավոր ձևով քնում զարթնում ես եւ Թրամփը որոշում է, որ ինքը նորից բաներ պետքա մոգոնի տարիֆներ ա մոգոնում եւ այլն եւ Կանադայի քաղաքականությունը շատ դիվերսիֆիկացվել է դեպի այլ երկրներ։ Եվ դրանց մեջ ինձ թվում է նաև ներառված է Հայաստանը, այս առումով մենք բախտավոր կլինենք, եթե նման մի բան շատ մոտ ապագայում լինի նաև Կանադայի հետ կապված, ասեմ ինչի, որովհետև ինչքան ուզում եմ մենք համարենք, որ ասենք Եվրոպական միությունը եւ Կանադան նաև շատ ոլորտներ կա, որ ինքը շատ ունիկալ առաջատար է ինքը։ Դա կվերցնես մարդկային իրավունքների, փոքրամասնությունների տեսակետից վերջացրած մինչև տնտեսական եւ նաև բարձր տեխնոլոգիաների առումով նաև։ Չմոռանանք, որ բազմաթիվ բարձր տեխնոլոգիական համաշխարհային ճանաչում ընկերությունները դրանք կանադական ծագում ունեն։ Եվ ռազմաարդյունաբերական։ Այո, եւ ռազմաարդյունաբերական դրանք կանադական ծագում ունեն, սկսված այն հին ժամանակներից, երբ որ մենք BlackBerry-ն էինք օգտագործում, հա, մինչև հիմա էլ, ասենք, նման ձեռնարկություններ շատ կան, ուղղակի մենք չունենք այդ համագործակցության մեծ հարթակը, որպեսզի նրանք Հայաստանի հետ որևիցե բան ունենան, բայց շատ մեծ պոտենցիալ կա այստեղ իրացնելու եւ այդ պոտենցիալը կարծում եմ դեռ ժամանակի ընթացքում դեռևս իրեն զգացնել կտա։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մենք մի փոքր խանգարիչ հանգամանք ունենք այդ առումով մենք շատ ենք աշխատում մեր պետության դեմ իհարկե հայտնի կուսակցությանը նկատի ունեմ եւ դրանք իրենց ազդեցությունը վերջ-վերջո թողնում են, երբ որ դու գնում ես մի հատ պետության, ասենք տարբեր գերատեսչությունների մեջ եւ ներկայացնում ես քո պետությունը որպես բարբարոս, չգիտեմ, կաթողիկոսին կամ Բագրատ Սրբազանին ձերբակալող, նրա իրավունքները ոտնահարող, վերջերս նման շատ բան է, դա խանգարում է ինչ որ առումով Կանադային նաև հասկանալու համար է։ Եվ վերջի վերջո գիտեք ինչ ձևի է նայվում, Ռուբեն,
այդ տեսակետից որ նայում են, իրենք չեն կարող լրիվ համարեն այդ բողոքողներին, որովհետև նրանք պոտենցիալ քվեարկողներ են Կանադայի Եվ քաղաքացու։ Մեր դերն է կանադացիները, այո, Այո, մեր դերն է նրանում, որ իրանք բացատրենք, որ իրանք փոքրամասնություն են։ Կոնկրետ իմ դերը, երբ որ գալիս է խոսակցությունը, վերջերս մի 2-3 շաբաթ առաջ էլ ման խոսակցություն տեղ ունեցավ, ասում եմ, տեսեք, նայեք, եւ պարլամենտի անդամներ են, ասում եմ, նայեք, եթե դուք այդ մարդկանց ասածը ընդունում եք որպեսի գիտություն, դուք պետք է նաեւ հաշվի առնեք ընտրության արդյունքները։ Եթե այդ քաղաքական համակարգի արդյունքում ձևավորված իրավապահ համակարգը բիրտ համակարգա ճնշողա եւ այլն, դուք չեք կարող չնայել քաղաքական ուրեմն ընտրության արդյունքին եւ հաշվի չնստել դրան։ Դա նշանակում որ նրանց ասածը չի համապատասխանում իրականությանը։ Կամ նրանք փոքրամասնություն են եւ վերջապես կա քաղաքականից բացի նաեւ քրեա իրավական case դեպք թող գնան քննեն այդ ամեն ինչը եւ այստեղ է որ մենք այդ բացատրությունները տալուց հետո բայց ամեն դեպքում ես ավելի շատ հակված եմ որ Կանադայի հետ աշխատելը շատ ավելի շատ արագ քայլերով պետք է ընթանալ թե դեռևս քայլերը եւ տնտեսական առնով թեկուզ մեր գյուղատնտեսության միրգ բանջարեղեն այս ծիրանի եւ այլ մեր բարիկների օգտագործման արտահանման տեսակետից սա նաև լավ ալտերնատիվ է, որպեսզի Ռուսաստանի ման երկրին թողնենք եւ Կանադային բանանենք։ Ես մենակ մի բան ասեմ, Կանադայի գյուղատնտեսական չնայած 30 միլիոն է ինքը ուրեմն բնակչություն, այո, բնակչության 30-40-ա մոտ արդեն դառնում, կներես մոտ 40-ա դառնում, բայց գնողունակությամբ ինքը Ռուսաստանից ավելի բարձր գնողունակություն ունի, ընդ որում ոչ մեկ անգամ։ Ես չեմ սխալվում 2.5 մոտ 3-ի էր հասնում գնողունակության տարբերությունը, այսինքն 160 միլիոն Ռուսաստանի շուկա, դնում 40 միլիոնից բանի Կանադայի շուկան է մոտավորապես 2.5 անգամ ավել։ Ասածս ինչ է, այստեղ ցանցեր կան, այստեղ մեծ ընկերություններ կան, որ պետք է աշխատել եւ գալ եւ մեկ ընկերության հետ, եթե պայմանագիր կնքես, զուտ այդ լոգիստիկան ապահովելու միջոցով Հայաստանի բերքի մի զգալի հատվածի բան իրացում դու այստեղ կգտնես, որը նրանց համար, ամբողջ Կանադայի համար դա մոտավորապես մի շաբաթվա sense ուտելու բան է, էլի, այդ ամեն ինչ ամբողջ սեզոնի համար։ Եթե ես Չիլիից այստեղից խաղ եմ առնում, Չիլիից, տեսեք, որտեղ է Կանադան, Չիլին, մոտավորապես այո, նույն կիլոմետրաժով հեռավորությունը, չնայած ծով կա մոտը, բայց այսօրվա լոգիստիկ պայմաններով նայել կարելի է, քանի ճանապարհ է գալիս, $4 մոտավորապես գինը 1 կիլո ամենաէժանն եմ ես ասում $4 չիլի դա նույն շատ քաղցր լավ համով բան է եւ չկա խանութներում շատ միշտ չի է որ գնաս տեսնես կա որ գնաս ահա բան կասես այսօր ինչ լավ խաղող կերանք մենք նույնը Հայաստանի պարագայում մեր միրգը մեր այդ ամեն ինչը աշխատելու միջոցով կարելի է լցնել այս վերջերս շատ ուրախությամբ նոր կարդացի երեք էր կարծեմ որ 10 եվրոպական տարբեր երկրներում մեծ հաբեր է Հայաստանի կառավարությունը ֆինանսավորելու որ այդ հաբերից այսպես ասած տեղա բաշխումներ կատարվեն տարբեր երկրների շատ լավ է նույնը կարելի է արևմտյան այս ափին անել եւ կախվածությունից դուրս մնալ Ռուսաստան լավ ինչքան մենք պետքա այդ դրանց այդ հոտած բանի տակ մնանք ինչքան լավ ասեք ինձ մի հատ բան որ Ռուսաստանը աշխարհում հայտնի է բացի մարդ սպանելուց բացի մարդ սպանելուց ինչ որ մի բանով հայտնի է մարսպանելու մեջ նաև զենք մարսպանելու զենք է ոչ մի բան չկա ոչ իրանց շուկան է շուկայի նման ոչ իրանց արտադրանքներն են արտադրանքներ ոչ իրանց հասարակությունն է հասարակություն ոչ պետությունն է պետություն ոչ իրանց գիտությունն է գիտություն ոչ իրանց կրթությունն է կրթություն ինչով է հայտնի որ գնացեմ մտել ենք թուշ են եղել դրսեն կամաց մենք իրանց պետք է հաջող անենք եւ շատ ճիշտ էր վարչապետի ուրեմն հայտարարությունը ուրեմն բանում Qırğızstանում որ եթե ԵԱՏՄ-ն խնդիրները շարունակի այսպես, շատ վատ կանրադառնա նաև ամբողջ եվրոպական տնտեսական այդ միության վրա ու չի կարելի է ձեւի բանել։ Մի հատ էլ այնց էլ մի հատ թանկացնում են իրանց կամ որոշեք կամ ստեղ դուք պետք է խնդրեք, որ երկրներ կան ձեզ միանում, կներեք էլի իհարկե։ Եվ այսօր Հայաստանը զարգացման ինչ-մի փուլում նա ինքը հետ նայելու հետ ոչ պատճառ, ոչ չգիտեմ, ասենք ոչ մի բան չունի էլի որ ասի գիտես չկա այս դրա համար կարելի է չկա դա տենց բան ուղղակի հիմա սրանք էլ հելերին թե էս կանենք են կանենք ինչ ասես կյանքի ճակատագիրը որ պետք է համակերպելով առաջ տանել փոխել եւ վերջնականապես հաջողություն մաղթել իրանց միայնակ շնորհակալ եմ պարոն Մանուկյան ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր
հետևորդներին, մեզ դիտողներին ներկայացնելու եւ հանգստյան օրով ձեր ժամանակից մեր եթերին տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ պարոն Մերաբյան, շատ շնորհակալ եմ հրավերքի համար, բարի երթ եմ մաղթում ձեր Շնորհակալ եմ։ talk show-ին նորից, ինչպես ասում են, նորանոր հաջողություններ, նորանոր դիտումներ եւ ամենայն հաջող։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ, տնտեսագետ, տնտեսական գիտությունների տեխնացու եւ կառավարման հարցերով մասնագետ Էդգար Մանուկյանի հետ Կանադայից։ Բաժանորդագրվեք Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքին, լայքեք, մեկնաբանեք եւ սեղմեք զանգակը, որ տեղյակ լինեք մեր հետագա թողարկումներից։ Խաղաղություն եւ ամենայն բարիք։